Պարոն Խաչիկյան, որն է ձեր նախնական գնահատականը ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարձակմանը։ Սա մի հարձակում է, որը կատարվել է Իսրայելի հրամանով։ Վաշինգտոնը հիմա լիովին ենթարկվում է Նետանյահուի կամքին, քանի որ Իսրայելի լոբբիի փողով ընտրվել է Տրամպը, եւ նա կատարում է կարգադրանքները այս լոբբիի։ Իրենց նպատակն է փոխել Իրանի ռեժիմը, այնտեղ հնազանդ կառավարություն հաստատել շահի պես։ Հնարավոր է նաև մասնատել Իրանը, թուլացնել Իրանը, որը վերջի պետությունն էր, որը դիմադրում էր Իսրայելին այս ռեգիոնում, որից հետո հաստատվելու է Իսրայելի եւ Թուրքիայի գերիշխանությունը ռեգիոնում։ Կովկասի եւ Միջին Արևելքի դերը դառնում է Թուրքիան եւ Իսրայելը, իրանց հետևն էլ կանգնած Միացյալ Նահանգները եւ Անգլիան եւ կողքից էլ Ադրբեջանը։ Դա իրենց նպատակը, սա սպասվում էր։ Ինչ ռիսկեր կան Հայաստանի համար։ Հայաստանի համար սա մի քանի կարևոր ռիսկեր կարող է պարունակել։ Առաջինը, մենք պետք է պատրաստվենք, որ կարող է փախստականներ կարող են գալ Հայաստան, պետք է մտածենք մեր համայնքի մասին Իրանի տարածքում։ Այդ մարդիկ կարող են մեզանից օգնություն խնդրել կամ տեղափոխվել Հայաստան ժամանակավորապես կամ ոչ ժամանակավորապես։ Երկրորդ ռիսկը դա այն է, որ Ադրբեջանը սա կօգտագործի որպես առիթ, հնարավոր է, որ իսկապես Իրանից փախստականներ կան Ադրբեջան եւ Ադրբեջանը դա օգտագործի որպես առիթ եւ ասի, որ հիմա ժամանակն է, որ ադրբեջանցիները վերադառնան Հայաստանի տարածք, քանի որ նրանք չեն կարողանում այդ բոլոր մարդկանց այնտեղ տեղավորել։ Եվ ադրբեջանցիները կամ պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես կարող են ներթափանցել Սյունիք եւ ամենաանցանկալի սցենարը դա այն է, որ դա կարող է օգտագործվել անվտանգության գոտի սահմանելու համար։ Այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ սա անհնար է, ես կհրավիրեի նրանք նայեն Սիրիայի քարտեզի վրա, որտեղ արդեն կա Թուրքիայի անվտանգության գոտին եւ Դամասկոսից 26 կիլոմետր է մնացել, եթե չեմ սխալվում, Իսրայելի անվտանգության գոտին։ Եվ Թուրքիան արդեն քննարկում էր Իրանի տարածքում անվտանգության գոտի սահմանել, այսինքն օկուպացնել մի մասը։ Եվ եթե սա վերաբերվում է Իրանի եւ Սիրիայի պես պետություններին, մենք ինչու ենք կարծում, որ սա չի կարող լինել մեր փոքրիկ, անզոր, կապիտուլացված եւ այս խայտարակ, ոչ կոմպետենտ անմեղսունակ խմբի ղեկավարության տակ, որը հիմա նարդի է խաղում, ինձ ասեցին, ես չեմ կարող նայեմ, ներբերես չդիմանում։ Այսպիսի ժամանակ, երբ երկրի ղեկավարությունը պետք է մտածի մեր համայնքի մասին, մեր անվտանգության մասին, բանակցի արևմուտքի հետ, որպես ինչ որ երաշխիքներ ստանան մեր անվտանգության, նրանք զբաղված են իրենց ընտրարշավով, էժանագին ռեալիթի շոուներով։ Իրանը պատրաստ է դիմակայել եւ ինչ արդյունքներ է կանխատեսում։ Դե մենք ունենք մի օրինակ, որտեղ օրինակ Եմենը կարողացավ դիմակայել եւ Միացյալ Նահանգները նահանջեցին։ Այստեղ մի քանի սցենար է, առաջինը, որ ռմբակոծությունը կշարունակվի մի քանի, ասենք, շաբաթ։ Դուք տեսաք նաեւ, որ Իրանը պատասխանեց բոլոր այն պետություններին, որտեղ տեղակայված էին ամերիկյան զորքերը, հակահարձակումներ արդեն եղել են Բահրեյնում, Միացյալ Արաբական Էմիրատներում, Քուվեյթում, անգամ Սաուդյան Արաբիայում, Հորդանանում եւ ուրիշ երկրներում։ Դուք տեսաք միանգամից այդ պատասխանը եղավ եւ հարձակում եղավ նաեւ Նավատորմի դեմ, ցավոք սրտի իհարկե Միացյալ Նահանգների ամենախոշոր ավիակի գիրը կարծեմ Աբրահամ Լինկոլնի դեմ նույնպես եղել էր հարձակում։ Սա շատ լայնածավալ պատերազմ կարող է լինել, որտեղ կարող են ընդգրկվել մի քանի ուրիշ երկրներից տարբեր խմբեր, Իրաքից, Սիրիայից, Աֆղանստանից եւ այլն։ Արդեն Եմենը արդեն միացել է այս պատերազմին, Եմենի տարածքից հարված է հասցվել Իսրայելի վրա։ Այսինքն, սա կարող է կամ տևել մի քանի շաբաթ եւ ռեժիմը փոխվի Իրանում կամ կապիտուլյացիայի գնա Իրանը, որը չեմ կարծում այդքան էլ հավանական է, կամ սա ռմբակոծությունը շարունակվել է ավելի երկար։ Իհարկե սա կարող է բերել նաև տնտեսական ճգնաժամի, քաղաքական ճնշման Թրամփի վրա, բայց եթե Իրանը կարողանա դիմակայել, իհարկե սա մեծագույն պարտություն կլինի Թրամփի համար։ Եվ նա ունի մեծ քաղաքական խնդիրներ իր տանը։ Եթե սա շարունակվի, սա կարող է լինել կամ Լիբիայի սցենարը, երբ երկրում քաղաքացիական պատերազմ սկսվեց, իսկ նրանք արդեն դա սադրում են,
շահի ընտանիքի ներկայացուցիչներից մեկը արդեն կոչ է արել, որ Իրանի ժողովուրդը դուրս գա փողոց, այսինքն հերաշրջում են կազմակերպում։ Կամ Լիբիայի սցենարը, կամ Սիրիայի, ինչպես ասացի, ներքին կոնֆլիկտներ, էթնիկ, քաղաքական կոնֆլիկտներ, մասնատում, Իրանի մասնատում հնարավոր է, մեզ համար մեծ վտանգ կներկայացնի, եթե օրինակ հյուսիսային մասում Իրանի, իրանական Ադրբեջանի տարածքում, եթե հաստատվի ինքնավարություն, ինչպես ադրբեջանցիների ինքնավարություն, ինչպես դա եղել էր Իրաքում, Իրաքի պատերազմից հետո, մենք ունենանք 3 Թուրքիա, արդեն 2 Թուրքիա ունենք, հիմա կունենանք 3 Թուրքիա մեր կողքին, դա մեզ համար խնդիրներ իհարկե կներկայացնի, եւ այո, կարող է լինել քաղաքացիական պատերազմ, էթնիկ կոնֆլիկտներ, պետք է մտածել դրա մասին, պետք է մտածել փախստականների մասին, իսկ այս ծիծաղելի մարդիկ նարդ են խաղում եւ զբաղված են ռեալիթի շոուով։